Նախատոնական այս օրերին հասարակական ամենատարբեր ոլորտների պատասխանատուներ հանդես են գալիս ամփոփիչ ասուլիսներով ու տարեվերջյան հաշվետվություններով։ Գրական դաշտի ներկայացուցիչները ևս ամփոփում են տարին։ 2013-ը ըստ նրանց ընդհանուր առմամբ բեղուն էր։ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ ի սկզբանե Էրբանն պոեզիայի միջազգային փառատոնը, որը արդեն սիրված գրական տապան փառատոնի հետ միասին ծանոթությունների եւ կապերի լայն դաշտ է ընձեռում հայ հեղինակներին։ Այս տարի նաև ստեղծվել է գրական հիմնադրամ, որը կոչված է խրախուսելու օտարերկրյա հրատարակիչներին թարգմանելու եւ իրենց երկրներում տպագրելու ժամանակակից հայ հեղինակների գործերը։ Անտարես մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը հատուկ առանձնացնում է այս տարի առաջին անգամ դպրոցներում անցկացված ընթերցանության օլիմպիադան, երբ պարգևատրվում էր ոչ միայն հաղթող աշակերտը, այլև նրա դպրոցն ու համայնքը։ Ընթերցողի շնորհիվ համայնքը շահում էր եւ դրանով ընթերցողը դառնում էր համայնքի հերոս, շրջապատի հերոս։ Դանդաղ, բայց հաստատուն քայլերով եւ հրատարակչական գործն է զարգանում եւ ընթերցողների հետաքրքրությունն է բարձրանում ժամանակակից գրականության հանդեպ, ասում է բանաստեղծ Գրանիշ ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը։ Նորաստեղծ Granish.com անգլիալեզու կայքում հայալեզու հեղինակների թարգմանությունների կողքին կներկայացվեն նաեւ անգլերեն գրող հայ ազգի հեղինակների գործերը։ Այս տարի առիթ ունեցա մասնակցելու Մարսելում կայացած թարգմանական ատելյեին, այսպես ասած, 3 հայ բանաստեղծներով եղանք այնտեղ եւ մեր գործերը թարգմանվեցին։ Նաեւ այս եկող տարի սպասում ենք ֆրանսիացի բանաստեղծներին Հայաստանում, որովհետեւ մենք հայերեն թարգմանենք նրանց ստեղծագործությունները եւ վերջում պետք է տպվի, այսպես ասած, անթոլոգիա եւ հայերեն եւ ֆրանսերեն։ Ասուլիսի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Անտարես մեդիա հոլդինգը գրքեր նվիրեց այն լրագրողներին, ովքեր հետևողականորեն լուսաբանել են գրական կյանքի իրադարձությունները։ Շողակաթ հեռուստաընկերությունը ստացավ միանգամից 2 պարգև։ Գրքի ընկեր պատվոգրին արժանացան թեմա հաղորդաշարի հեղինակ եւ վարող Հայկ Համբարձումյանն ու մշակութային ազդագրի ստեղծագործական խումբը։ Գրողներն ու հրատարակիչները խոստանում են, որ եկող տարին առավել հարուստ է լինելու մեծ ու փոքր գրական տոներով։ Նշան Աբասյան, Հայկ Խլախյան, մշակութային ազդագիր։